Պահպանենք այն, ինչ գիտենք, գիտենք այն, ինչ սիրում ենք։ Այս անփոփոխ կարգախոսով էր Հայ բույս ամենամյա փառատոնը։ Հայաստանի խոտաբույսերի եւ ծաղիկների յուրօրինակ տոնը արդեն 10-րդ անգամ Տավուշյան նկարագեղ բնաշխարհում միավորում է բնասերներին, բնապահպանական առաքելությամբ տարբեր կազմակերպություններին, ձեռներեցներին։ Փառատոնի ընթացքում հնարավոր չէ պատմել ամեն ինչ մեր բնաշխարհի մասին, բայց նախատեսված մրցույթները, գիտաճանաչողական եւ վարպետության դասերը մասնակիցներին կօգնեն ավելին իմանալու, նույնիսկ առաջին հայացքից շատ պարզ թվացող այս ծաղկեպսակը նույնպես պահանջում է գիտելիք եւ հմտություն։ Առանձին տաղավարներում ներկայացված է խոտաբույսերի եւ ծաղիկների հարուստ տեսականի իրենց ամենատարբեր, նույնիսկ անսպասելի կիրառական բազմազանությամբ։ Մարդաշատ է մոլորվածի մեկը ինքնատիպ անունով տաղավարը, որտեղ ցուցադրված ամեն ինչ նարդոս ծաղկի հետ է առնչվում։ Բերդ համայնքում դրա մշակությամբ սկսել են զբաղվել 3 տարի առաջ, առաջին անգամ են մասնակցում փառատոնին։ Հիմնադրել ենք լավանդայի փոքր ֆերմա, հիմնական պատճառը եղել է մեղվապահությունը, որովհետև մեղուների համար շատ օգտակար ծաղիկ է, փորձեցինք ծաղիկ աճացնենք։ Հիմնականում որ տեղի ապրողները զբաղմունք իրանց լինի։ Լավանդա ունենք տնկած կես հեկտար, կարող է մեծացնենք։ Մենք եթերայուղն ենք ստանում։ Մեծ ու փոքր բնասերների համար ուշագրավ էր հատկապես ծառերը մանրադիտակի տակ գիտաճանաչողական վարպետության դասը։ Տաղավարը փորձարարական, հեղինակային, էկոկրթական նախագծի շրջանակում մի փոքրիկ աշխատարան է, որտեղ բնության ճանաչողությունը սկսվում է մանրագույն մասնիկից։ Այս պահին մանրադիտակի տակ դրված է սոճու ասեղնատերևի լայնակի կտրվածք, այստեղ դուք կարող եք տեսնել բոլոր բջիջները, որից հետո ես իհարկե ցույց եմ տալու եւ ձեզ ծանոթացնելու եմ թե որի բջիջը որ հյուսվածքը ինչ գործառույթ է իրականացնում։ Փառատոնի եզրափակիչ ակորդը ավանդական դարձած խաղաղության բրդուճն էր։ Մասնակիցները իրենց ձեռքով պատրաստեցին եւ համտեսեցին լավաշով, պանրով ու կանաչեղենով համեմված բրդուճը, որը նախորդներից ամենաերկարն էր 55 մետր։ Ծաղկանուշ Միրզոյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։